Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք ուղևորվում ենք Հայաստանի հյուսիս-արևելք։ Այս մարզը Հայաստանի ամենականաչ և անտառներով հարուստ մարզն է։ Լճերը այստեղ շատ են, խորը անտառներում, մարզում շատ են նաև տաճարներն ու վանական համալիրները։ Գետերի վրա կառուցված են միջնադարյան շատ կամուրջներ, հատկապես աշնանը շատ է գեղեցիկ այս մարզի անտառները։ Դե ինչ, հուսով եմ հասկացաք, թե որ մարզ ենք այսօր այցելելու։ Այսօր մենք գնում ենք Տավուշի մարզ։ Մարզի տարածքը 2704 կիլոմետր քառակուսի է։ Բնակչությունը 128.6 մարդ։ Մարզկենտրոնը Իջևանն է։ Քաղաքներն են Դիլիջան, Նոյեմբերյան, Այրում և Բերդ։ Մարզի տարածքով են անցնում Երևան, Իջևան, Նոյեմբերյան, Վրաստան, Սևան, Դիլիջան, ինչպես նաև Վանաձոր, Դիլիջան ավտոմայրուղիները։ Հայաստանի հյուսիս-արևելքում է գտնվում Տավուշի մարզը։ Պետական սահմաններով սահմանակից է Վրաստանին և Ադրբեջանին, իսկ մարզերից սահմանակից է Լոռու մարզին, Կոտայքի մարզին և Գեղարքունիքի մարզին։ Տավուշի մարզի ռելիեֆը խիստ բազմազան է, հիմնականում լեռնային բնույթի։ Մարզի տարածքում են գտնվում Միափորի, Ոսկեպարի, Մտնասարի, Իջևանի, Պապաքարի, Վարագի, Կենաց, Տավուշի և Խնձորույթի լեռնաշղթաները։ Այժմ տեսնում եք Մտնասարի լեռները, իսկ սրանք Միափորի լեռներն են։ Գետային ցանցը մարզում շատ զարգացած է, հատկապես խոշոր են Աղստև, Դեբետ, Ոսկեպար, Վարագաճուր, Տավուշ, Խնձորուտ, Կիրանց, Խաչաղբյուր գետերը։ Լճերից հայտնի են Պարզը և Կոշի լիճը։ Այժմ տեսնում եք Խաչաղբյուր գետը, իսկ սա Կիրանց գետն է։ Մարզի տարածքում կան նաև օգտակար հանածոների պաշարներ, հատկապես հայտնի է մարմարի պաշարները։ Կան նաև բենթոնիտային կավի, ածուխի, հանքային ջրերի, ինչպես նաև անտառային ռեսուրսներ։ Մարզի կլիման բազմազան է։ Ձմեռը մեղմ է, ամառը շոգ։ Լանդշաֆտներից տարածված են հիմնականում լեռնանտառները, մերձալպյան և ալպյան գոտիները։ Իսկ այժմ բերեք հասկանանք, թե ուր պիտի այցելենք, եթե մեկնում ենք Տավուշի մարզ։ Ձեր էկրաններին տեսնում եք Թավ անտառների խորքում ծվարած Հաղարցնի վանքը, իսկ սա Պարզ լիճն է, որը արտացոլում է հարակից անտառները իր հայելու մեջ։ Ձեր էկրաններին հիմա Մակարավանքն է։ Դիլիջանում կարող եք տեսնել հին քաղաքի ճարտարապետությունը։ Հայտնի վանական համալիր է նաև Գոշավանքը, ուր ծառայություն է մատուցել Մխիտար Գոշը։ Վանքի դիմաց է գտնվում նաև հայտնի խաչքարը, որ համարվում է ասեղնագործ խաչքար և կատարված է մեծ վարպետությամբ։ Անտառներում կհանդիպեք նաև Մաթոսավանքին, որի ներսում կան բավականին մեծ թվով խաչքարներ։ Ամառային շոգին զովություն կարող եք ստանալ այցելելով Լաստիվեր և լողալով Խաչաղբյուր գետի ջրերում։ Դիլիջան քաղաքի հարևանությամբ են գտնվում Ճուղտակ վանքերը, վանական համալիր բաղկացած երկու վանքից։ Մարզի խոշոր լճերից է նաև Գոշալիճը, որը գտնվում է Գոշ գյուղի տարածքում։ Սիրելի աշակերտներ, մեր այսօրվա ուղևորությունն ավարտում ենք Առաքելոց վանքով։ Դե ինչ, սիրենք մեր Հայաստանի Հանրապետությունը, լինենք բոլոր մարզերում, լուսանկարենք և տարածենք մեր երկրի գեղեցկությունը ամբողջ աշխարհում։ Ցտեսություն։